Ինչպես դարձա Սևաստացի։ Քանի որ քո եղբայրը Արտուշը սովորում էր այդ դպրոցում, ես որոշեցի քեզ տանել այդտեղի մանկապարտեզը։ Ու քանի որ քեզ դուր եկավ մանկապարտեզը, շարունակեցիր այնտեղ 5 տարեկանների խումբ հաճախել, հետո արդեն դպրոցը։ Մամ, ինչպես դարձա ես Սևաստացի։ Քանի որ քո եղբայրը Արտուշը հաճախում էր այդ դպրոց, ես որոշեցի քեզ տանել այդտեղի մանկապարտեզը։ Ու քանի որ քեզ մանկապարտեզը դուր եկավ, դու այնտեղ հարմարվեցիր, շարունակեցիր գնալ 5 տարեկանների խումբ, իսկ հետո արդեն հաճախել դպրոցը այնտեղի։ Ինչն է քեզ դուր գալիս մեր դպրոցում։ Ձեր դպրոցում ինձ դուր է գալիս երեխաների փոխհարաբերությունները, երեխաների իրար օգնելու ձգտումը, երեխաների եւ դասատուների փոխհարաբերությունները, ծնողների փոխհարաբերությունները, ծնող ուսուցիչ փոխհարաբերությունները, դպրոցի ընդհանուր մթնոլորտը, միջավայրը, այն որ սովորեցնում են հայկական երգեր, հայկական պարեր, հայկականություն։ Ինչ հատ է դուր գալիս, երբ դուք ճամփորդում եք, ձեր դպրոցում երեխաներին տանում են ճամփորդության ու հատկապես հին հայկական եկեղեցիներ։ Արշակ, իսկ քեզ ինչն է դուր գալիս ձեր դպրոցում։ Դուր է գալիս դպրոցի ազատությունը։ Ինձ դուր է գալիս երեխեքը։ Հետաքրքիր են դասերը անցնում։ Մամ, ինչ տարբերություն կա մեր եւ ձեր դպրոցի միջև։ Ձեր դպրոցն ավելի ազատ է։ Դուք ավելի ազատ եք դպրոցում, ավելի հանգիստ եք։ Դուք ավելի լավ ընկերական հարաբերություն ունեք ձեր ուսուցիչների հետ, իսկ մեր ժամանակ, հատկապես մի քանի տարի առաջ, մեր դպրոցներում ամեն ինչ շատ խիստ էր։ Ուսուցիչները շատ խիստ էին եւ մեզ համար նրանք ինչ որ խիստ կերպարներ էին։ Մենք ուսուցիչների հետ այդպես ընկերական չէինք, ինչպես դուք եք։ Դասերի հանդեպ նույնպես ուսուցիչները շատ խիստ էին։ Եվ մենք պարտավոր էինք ամեն օր դասերը պարտադիր լավ սովորած լինել։